սկսեցինք իրար ֆշացնել։ Այո, մենք այսօր որոշել ենք դες պատմել մեր ընկերանալու պատմությունը։ Առաջին նկարահանման օրը ես Սոֆային ընդհանրապես չէի ճանաչում, ու որպես դերասանուհի ճանաչում էի, բայց մենք երբեք շփում չէինք ունեցել։ Ես մտնում եմ նկարահանման տաղավար, ես ու Սոֆան այսպես իրար ենք նայում։ A evolução do tapa na cara. Որովհետև երկուսս էլ անկախ իրարից լրիվ նույն ոչն էինք որոշել մեր կերպարների համար ու սկսեցինք իրար ֆշացնել։ Այո։ Ուրեմն պարզվեց, որ ես եմ որոշել կերպարս ակնոց դնի, Սոֆանել, ուսից նայեցինք իրար։ Երկուսս էլ ժիլետ էինք հագել։ Երկուսս էլ երկար։ Ու նույն մազերից էլ էինք արել։ Հա։ Ու ես նայեցի, ասացի, բայց ո՞նց կլինի երկուսս էլ ակնոց դնենք։ Սոֆան ասաց, ես վաղուց էի որոշել։ Ասացի, դե հիմա վաղուց էի որոշել, ես ռեժիսորի հետ նախապես պայմանավորվել էի, ես ստացանք երկուսս էլ գրիմի ու ֆշացում ենք սարսափելի։ Հետո ես անցնում եմ կատարում Աշոտին։ Ասում Աշոտ ջան, ասենք բան ենք պայմանավորվել։ Կնոջ ասա, որ ակնոց ես եմ դնում, Աշոտ ասեց երկուսս էլ ինձ հեռու մնացեք։ Արա, մարդ թողես ամեն ինչը, գնա այդ ձեր հեռվաշենում, հանգիստ ապրի։ Հաջորդ ասեցի, Սոֆա դու քանի տարեկան ես։ Սոֆան ուզեց ինձ կոպիտ պատասխանի, ասեց հիմա։ Ասեցի չէ, 15 րոպեից։ Դու քանի տարեկան եք, պարոն։ Ես շաբաթ կերակին հանած 65։ Ու երկուսս էլ այսպես ցեցիկ ցիտարեն։ Այդ վարքյանից սկսած հասկացանք, որ երկուսս էլ փոքրիկ գժուկներ ենք, այո, եւ մենք ճշնամիներ չենք կարող լինել եւ ստիպված ենք ընկերությունա։ Եվ բայց դու կապատմությունը հիշում ես, Սայրակի վրա նստած սրտաճմլիկ պատմում էր այդ իր ավտարի հետ կապված, մի խոսքով արդեն ամեն ինչ պատկասում անցալումը, նկարագրում էր քանի վիրահատություն տարել, Սայրակի այդ ամբողջ պատմությունը վերականգնողական եւ այլն, ու շատ կտրուկ անցում անում, որ հիշում է, որ շպիցա ու այսքան նույն շրջանում անկերը չգիտեմ ինչ ոնց էր պատահել, որ շպիցը ոդկա կոտրում է ու երկուսով գիպսով էին ու չգիտեմ ինչով էին։ Ես մտեղ պատկերացրեցի, որ Օսկարը նույն կերպ Սայրակի վրա նստած։ Ля ты крыса! Հասկացանք, որ դա արհավետ է։ Մեկս մյուսի մասին այնքան բան գիտի, որ Կոմպրոմատներ այդ տարբերակ ուղղակի չկա։